Սոցիալական դուետ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ինչպես միշտ հանդիպում են Այո։ երկու հին բարեկամներ, պատմաբան Արեգ Եվ Սավգուլյանը տնտեսագետ Հրայր Կամենդացյանը։ Մի հատ կարևոր թեմա կա, այդ թեմային անդրադառնանք շատ հակիրճ, որը վերաբերվում է մեր Երևան քաղաքի ապաշնոր կառավարմանը։ Չի Երևանում կառավարում կա, մի հատ էլ ապաշնոր կա։ Դե ուղղակի որոշակիորեն ամեն դեպքում քաղաքապետարանի դռները բացվում են, փակվում են, ինչ որ մարդիկ են մտնում, դուրս են գալիս, ինչ որ շարժ կա։ Բայց թե ինչ են անում այդ մարդիկ, մենք այդ արածի ճակերտել եւ չարածի, որ ավելի ակնհայտ է, բախվում ենք մեր փողոցներում։ Սկսած Այսօր անձրևային եղանակ էր։ Հեղատարները ամբողջովին լիքն են, այդ ճանապարհով անցնելը պարզապես հնարավոր չի։ Մեքենաների կեսը ջրի մեջ է։ Պարոն Կամենդացյան, Վենետիկում հայտնի մշակույթ կա, դա կարծեմ գոնդոլաներ էին այդ մակույկները։ Այո։ Նո, դրանք առանձին ընտանիքներ մի քանի 100 տարի շարունակ այնտեղ էլ է մաֆիայի միջայլոց։ Հիմա գիտեք ինչ, փաստորեն քանի որ Երևան քաղաքի լանդշաֆտը փոխվում է եւ քիչ-քիչ Երևանը վերածվում է Վենետիկի, իրանք էլ կենտրոնում 160,000 դրամ կայանատեղիների համար վճար են սահմանել։ Այդ մակույկների համար էլ սահմանեն։ Մի հազարական էլ դրանց տվեք, պարոն։ Այո, նախագիծ են ուզում մշակեն։ Հիմա ստացվում է, որ այդ ավտոբուսներն են ուզում հանեն։ Եվ փորձում են նաև կանխատեսում են, որ կարող է ջրի մակարդակը Երևանում կտրուկ բարձրանա, ուզում են անցնել Սուզանավերի ռեժիմին։ Հիմա այս պարագայում երթևեկությունը ո՞նց են կազմակերպելու։ Պարոն Սավգուլյան, ես երթևեկության կազմակերպման մասնագետ չեմ։ Ես ֆինանսիստ եմ, տնտեսագետ եմ, մասնագիտությամբ, ընդ որում խորհրդային ժամանակներում կրթությունը ստացել, այլ ոչ թե ինչ որ սորոսական ճամբարում, ինչ որ դասընթացի եմ մասնակցել, դասընթացի ընթացքում ձեռք են բերել գիտելիքներ ֆուրշետի օգտվելու հետ կապված։ Մեկ խորհրդային ժամանակների կրթություն եք ստացել, դրանից բխող ընդհանրենք բավական դրական արձագանքներով։ Հիմա ես մի բան եմ ուզում այս թեմայի շուրջը առավելապես խոսենք այդ քաղաքապետարանի աշխատանքի հետ։ Այն օրը մի քանի ժամ շարունակ մի ահռելի շենք այրվեց։ Այո։ Մի քանի ժամ շարունակ այրվում էր։ Այդ քանի ժամ շարունակ։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է առաջին հերթին այդ փրկարար ծառայությունը, չէ, հրթիաշիջման մեր մասնագետները պատրաստ չեն։ Այնքան այրվեց, միջև այրվելու բան չմնաց։ Հիմա մենք կարող ենք մի քանի հարցել մենք տանք այս թեմաների շուրջը։ Այդ շենքը ինչի էր տենց անտիրական մնացել։ Դե շրջանառ Այդ որում շենքը գտնվում էր Երևանի տրանսպորտային խոշոր հանգույցներից հենց մեկի վրա։ Պարոն Կամենդացյան, ես շատ խորքային, այսպես ասած, հարցը չեմ ուսումնասիրել, բայց ակնհայտ է մի բան, որ տեղում քաղաքացիները ահազանգում էին, ասում են, որ մի քանի անգամ պատկան մարմիններին դիմել են, ուժայիններից սկսած, այսպես ասած, ուժային նկատի ունեմ ոստիկանության, միջև քաղաքապետարան, եւ ստեղ ինձ թվում է հերթական process-ն է գնացել, ինչը լինում է միջգերատեսչական հարաբերություններում։ Ոստիկանությունը մտածել է դա քաղաքապետարանի խնդիրը, եթե այնտեղ, այսպես ասած, անտուն մարդիկ են հայտնվում, որովհետեւ քաղաքապետարանի հաշվի Երևանում անտուններով լցված շենք կա։ Դե պարզվում է, որ բանը այդ ձեր ասած ճանապարհների հանգույցում կենտրոնական տեղ գտնվող շենքում մշակույթի տանը, որը նաև Երևանի պատմամշակութային ժառանգության ուրույն շատ գեղեցիկ շենք կառույց է, անցյալ կատարելով։ Եվ նույնիսկ մանկության ժամանակ ես էլ եմ տարբեր միջոցառումների են գնացել մասնակցել դեռ դպրոցական տարիներին, կարող է այդպես թողտվության, այսինքն արդյունք լինել, որ Երևանի քաղաքապետարանը, կարծեմ քաղաքապետը 1 թե 2 տարի առաջ այնտեղ եղել հանդիպումների ժամանակ, ասել են, որ այնտեղ ինչ որ մշակութային ակադեմիա են արարելու եւ այլն, եւ իրանց մոտ այդ հերոստրատի սկզբունքն է գործում, երբ որ ինչ որ մի բան ուզում են կառուցեն, ես ուղիղ չեմ ասում, որ իրենք այդ
տեղում ինչ որ քրդերներ են գոյանում, հա, Փանջունու վարկածով։ Եվ իրենք ասես չքանդեցի, շինեցի։ Եվ իրենք, այո, ոչ միայն դիվանագիտությունն են սկսում զրոյական կետից, այլև որոշում են, որ այդ պատմամշակութային հուշակոթողը ասեմ, ժառանգությունը ասեմ, երևի իրանց պայմաններին, իրանց հետաքրքիր ուղեղի բովանդակությանը չի համապատասխանում, որոշում են, որ կարելի է զրոյական կետից սկսել։ Բոլշևիկյան մոտեցում, այս հին աշխարհը կքանդենք մենք եւ նոր աշխարհը կկառուցենք։ Եվ այս պարագայում երևի ինչ որ տեղել իրանք մտածում են, որ այդ հրդեհները ավելի հաճախակի են լինելու։ Երևանի ջրի մակարդակը ուզած չափով բարձր են պահում, որ տեղում նաև կարողանան Ես ձեր հումորը ընկալում եմ, բայց այստեղ մի խնդիր կա։ Պատրաստի ժամանակ մի լուծում առաջադրեմ, էլի, պատրաստի ժամանակ, երբ որ Գերմանիան ռմբակոծում էր Մոսկվան, ընդ որում ռմբակոծում էին, որպեսզի հրդեհներ ստեղծեին, նաև այդ հրդեհ առաջացող ռումբեր էին շատ նետում, Մոսկվայի բնակչությունը ուրեմն գիշերները հերթապահում էր տանիքներին։ Հիմա մենք ինչ առաջարկենք մեր ժողովրդին։ Առաջարկենք ընդհանրենք այն բիզնես հետաքրքրություն առաջացնող շենքերի շրջակայքի բնակիչներին գիշերները տանիքներում հերթապահեն։ Ինչ կարծիք եք։ Դե խորհրդային շրջանում կար այտենց մշակույթ։ Եկեք մի հանրական տանք։ Սուզանավների շինարարության հետ կապված, թե գոնդոլաների երթևեկության կարգված։ Բայց մի հանրական եկեք տանք, այդ Երևանի քաղաքապետարանի անձնակազմին, նայեք, քաղաքը պահելու համար մենք շատ ենք տեսնում, որ ինչ որ բաներ են անում, աշխատանքներ են կատարում, մեծամասամբ նույնիսկ կասկածելի նպատակներով, չէ՞։ Եկեք այդ թեմային չանդրադառնանք, բայց եկեք մի կարևոր խնդիր արձանագրենք, որ մենք ունենք 2-3 պետական կառույցների բացարձակ տոտալ լրիվ անտեղյակություն, անտարբերություն եւ աշխատանքի տապալում։ Քաղաքապետարանը կարծում եմ, այստեղ անելիք ունի, որտեվ Երևանի հարցերը քաղաքապետարանի ուսին է դրած։ Կարելի ասել Երևանի կառավարությունն է։ Այո, այդ շենքը, եթե նա պետական շենք է եղել, առնվազն նա պետական գույքի մեջ ներառված է։ Համայնքային հաշվեկշռում է, այո, համայնքային պետական է։ Հիմա ինչ է ստացվում։ Այստեղ կա նաև հրդեհ շիճման աշխատանքների պատասխանատվերի հարցը, չէ՞։ Մենք առնվազն 3 պետական խոշոր կառույցների աշխատանքի բացակայության, ոչ թե վատ կազմակերպել, բացակայության արդյունքում ունենք մշակութային շենքի, չէ՞, ոչ գոյություն։ Պարոն Կամենտայցյան, մենք օրինակ ես շատ չեմ ուզում սուր զուգահեռներ անցկացնեմ, բայց հարկադրված եմ։ 1990-ականների Նախիջևանի տարածքում այն ժամանակ Սամվել Կարապետյան կար հուշարձանագիր, արձանագրել էր մոտավորապես 6000 խաչքարերի ոչնչացում։ Ադրբեջանցիների կողմից բուլդոզերով դրել էին տոտալ կերպով ջարդել, ջարդում էին խաչը, մեր տիրոջ խաչը, չէ։ Այո։ Այլանդակ չեն վերացնում։ Ես կարճ ուղղակի մի հատ դիտարկում 2000 թե 2001 թվականներ ԱՊՀ-ում երիտասարդական միջազգային համաժողով էր, որին ես մասնակցեցի եւ կազմել էի մի հատ զեկույց, որը նվիրված էր մշակութային ցեղասպանությանը։ Առաջին անգամ էր դա հնչում ԱՊՀ-ում, ես չեմ ասում, որ ես դրա, այսպես ասած, առաջատարն էի, որովհետեւ Սամվել Կարապետյանի հրատարակած հոդվածներն ու գործերն էին վրա մեծ տպավորություն թողել, բայց դա մշակութային ցեղասպանություն էր։ Եվ այս պարագայում առաջին անգամ մենք այդ հարցը բարձրաձայնեցինք։ Հիմա ստացվում է, որ մենք մեր ունեցած արժեքի նկատմամբ պատմամշակութային չենք վերաբերվում պատշաճ կերպով եւ միևնույն ժամանակ անընդհատ բարձրաձայնում ենք, որ օտարը մեր պատմամշակութային ժառանգությունը կոնկրետ Արցախում ոչնչացում է։ Այդ առումով կարելի է այսպես ձևակերպեն, քանի որ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է այսպես ասած կառավարությունը, հա,
Երևան քաղաքի։ Ընդամենը 9% ընտրությունների ժամանակ ընդամենը 9%։ վաստակել։ Ես կարծում եմ, որ նույնիսկ համապետական ընտրություններից հետո այնտեղ պետքա տեղի ունենա արտահերթ Երևանի առողջական նկատառումների։ Այո, որպեսզի այլ շենքեր օրինակի համար բարձի թողի վիճակում չլինեն, չայրվեն, որ գոնե մենք կարողանանք մեր Երևան քաղաքի բնության չնչին մասը փրկենք, որովհետև անտառահատման process-ով գնում են եւ ուզում եմ մի հետաքրքիր նոտայով ավարտեմ, քանի որ վերաբերվում էր ջրհեղեղներին եւ ջրի մակարդակի բարձրացմանը, ինչպես տեսնում ենք, նաեւ որոշ քաղաքական գործիչներ ավելի հեռատես են եղել եւ փրկության տապաններ են կառուցում։ Այսինքն սա կարող է նաեւ վարակիչ լինել եւ բոլոր քաղաքական կազմակերպությունները, որոնք մասնակցելու են ընտրաշավին, արդեն սեփական տապանները կառուցեն։ Պարոն Սավգուլյան, դրա օրինակ կա նաեւ ամերիկյան իրականության մեջ 50-ական թվականների եւ սովետական միության մեջ միջուկային պատերազմի սպառնալիքը բավականին բարձր էր, առանձին աննորմալ ամերիկացիներ պատրաստ են ռմբապաստարաններ, այստեղ մի քանի տասնյակ տարվա պահածոներ, ուտելիքներ, ջրեղեն տարբեր պատրաստել են ու իրանք որոշել են, որ այդ ապականված, ընդհանրապես միջուկային արհավիրքային ապոկալիպսիսից հետո մի բան էլ ապրելու են, այդ լափն էլ ուտելու են ու ընդհանրենք հառն են ֆենիքս թռչունի նման։ Կարծում եմ թեմաները մենք այսօր արդեն ավարտեցինք, պարոն Սավգուլյան, շատ շնորհակալ եմ ձեր մասնակցության համար։ Նմանապես, կարծում եմ կհանդիպենք եւ մեր սոցիալական դուետը այսօր ավարտում է իր աշխատանքը եւ մեր դիտողներին եւ մեր լսողներին տեղեկացնենք, որ մեր աշխատանքը շարունակվելու է, մեր աշխատանքը ծառայելու է մեր սոցիումին, մեր բնակչությանը եւ մեր հարատև ազգային պետության գաղափարի իրականացմանը։ Շատ լավ, եթերում էին տնտեսագետ Հրայր Քամենդացյանը եւ պատմաբան պարոն Սավգուլյանը, Արեգ Սավգուլյանը։ Շատ լավ, շնորհակալություն, ստեսություն։